Զարկերակային գերճնշման դեպքում ինչ ուտել, խմել եւ ինչից խուսափել։ Ինչպես նշեցի, խուսափում ենք առաջինը աղի օգտագործումից։ Կծուն թթուն նույնպես հանում ենք, որովհետև դրանք նույնպես բարձր ազդում են զարկերակային գերճնշման վրա։ Անպայման պետք է քաշը կառավարել։ Բարձր քաշը, իհարկե քաշն էլ կապված է մեր ընդունած սնունդից, հետևել ընդունած կալորիաների քանակին, ժամանակին զբաղվել սպորտով եւ ֆիզիկական ակտիվությամբ եւ այլ լուրջ խորհուրդ ժողովրդական կամ սննդային մենք չունենք, որովհետև եթե արդեն կա զարկերակային ճնշումը, այս մեթոդներն արդեն այլևս անզոր են եւ միայն դեղորայքը ճիշտ լուծում կտան այս դեպքում, ինչպես դա մեզ ասում են եվրոպական ուղեցույցերը։ Շատ լավ, դոկտոր Աբովյան, իսկ միֆ չէ, որ զարկերակային գերճնշման դեպքում փոքրիկ կտրվածքը, արյունահոսության տեսքով կարող է օգնել իջեցնել ճնշումը։ Դա իհարկե այդքան էլ միֆ չէ, քանի որ հնում դեռ Հիպոկրատի ժամանակներում այդպիսի լուծում կար զարկերակային ճնշման, բայց սա արդեն շատ վտանգավոր մեթոդ է, մեր արդի պայմաններում ունենք շատ ավելի ճիշտ ու խելամիտ լուծումներ դեղորայքի ձևով, նույնիսկ արագ ազդող դեղորայք մենք ունենք, որոնք կարելի է ենթալեզվային ընդունել եւ նույնիսկ շտապօգնություն կանչելու կարիք չլինի։ Իսկ ահա պարզապես արյուն թողնելու միջոցով ճնշում իջեցնելը կարող է ինչ որ պահի դառնալ անկառավարելի եւ առաջացնել մինչեւ անգամ ուշաթափություն, խիստ մեծ ծավալի արյուն կորցնելու արդյունքում։ Ես այսպիսի մեթոդներ իհարկե խորհուրդ չեմ տալիս։